Ինում է պահեր, բավական շատ մարդիկ կան, ես ինքս լսել եմ, ինձ դիմել են, որ ասում են կարծես Աստված երես թեքած լինի մեզանից, մենք ոչինչ չենք արել, կամ պահապան հրեշտակը մեզ չի օգնում, չի ուղղորդում եւ այլն։ Այդպիսի մարդիկ շատ կան, այս ռասկլատը կօգնի ձեզ հասկանալու պատճառը, ինչն է, որ դուք այդպես եք մտածում, բայց իրականությունը, որպեսզի դուք հասկանաք, հա, եկեք հարցնենք, ինչն է պատճառը քո դժբախտությունների, որ դու այսօր համարում ես, որ Աստված երես է թեքել քեզանից, եկեք տեսնենք նախովեք դուք, լուսին քարտն է, մի անձնավորությունում կյանքում շատ գաղտնիքներ կան, մամայից կախվածություն, միգուցե ձեր մայրը բավականին խիստ է եղել ձեր հանդեպ, ով ունի անցյալ, շատերի մոտ միգուցե ծնվել եք 5 թվանշանի ներքո, 14 թվանշանի ներքո կամ 23 թվանշանի ներքո, ինչպիսի բնավորության տերամ ձեզ դու, ես բաշնն եմ, ռիսկային, շոկային անձնավորություն քո պահվածքով դու բավականին ազատ անկախիչ մտածում եմ այն արտահայտվում եմ, ծխող անձնավորություն ես, ինչպես կին կարող է լինել այնպես տղամարդ, շատ դժվար է քեզ լեզու գտնել, համոզել քեզ, կոտոշները տնկում ես և սիրում ես ամեն ինչ քո ասելով լինի, հա, սա ոչ բոլորի մոտ 50-50 նայած ում մոտ կարող է համ ընկնել, ես թվերը ասեցի, էլ ինչպիսի բնավորություն ունես դու, շուտ կարող ես սիրահարվել, բայց շատ ես խաբել կանանց, ովքեր քո զոհն են եղել, սա ինչպես տղամարդկանց համար, ոչ մեկին երկար չկապվելով, շատ լավ հասկանում ես ինչպես անել, ինչ խոսել, ինչպես տպավորել, ինչպես անել, ազդել, որ մանիպուլյացիա անել, որպեսզի կանանց սիրտը գրավես, նույնն էլ կանանց, շատ լավ գիտեք խորամանկորեն, թե ինչպես ստանաք այն, ինչ ցանկանում եք, հա, բայց դա լավ չէ, միշտ հիշեք, վերջում դուք ինքներդ եք, արդեն խոսում եք հարտը այն մասին, որ դուք սխալներ եք արել ձեր կյանքում, այդ ինչի համար նաև կարող է ձեզանից թեքել արարիչը, երես թեքել, հաջորդ մասը, երկրորդ մասով արդեն կբացատրեմ ես ձեզ,